երբ ասում ենք KGB շնիկ, FSB շնիկ, այդ ծառայությունների ձեռքի շնիկների նկատի չունենք, այլ FSB շնիկ, KGB շնիկ, բիզնեսմեն, բարերար, միլիարդատեր, համայն Ռուսիո, Կիպրոսո և ամենայն հայոց ուժեղ առաջնորդ Սամվել Կարապետյանը FSB շնիկ, ինչն է աննորմալն ու զարմանալին, ինչի Կովկասի գերուհին ֆիլմի հայտնի հերոսուհի Նինան կարող էր լինել ուսանողուհի, սպորտսմենուհի, կոմեդիտուհի և վերջապես գեղեցկուհի, իսկ Սամվել Կարապետյանն այսքան առավելություններ, կոչումներ, կարգավիճակներ ունենալուց բացի չի կարող ունենալ նաև այս մեկը FSB շնիկի կարգավիճակը։ Ինսայդեր պարբերականին ամենայն դեպս հաջողվել է բացահայտել Սամվել Կարապետյանի, այսպես ասած, շկաֆում պահված սկիլետը, լույս գցել բիզնեսմենի մութ անցյալի այդ դրվագի վրա։ Մեր լավատեղյակ աղբյուրներից մեկը ամենայն դեպս դեռ 1 տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը դեռ չէր ազդարարել քաղաքականություն մտնելու իր որոշման մասին, հայտնել էր, որ ռուսաստանցի բիզնեսմենը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակից է, այլ նաև պագոնավոր հանգամանք, որը կարևոր դեր է խաղացել նրա առասպելական բիզնես հաջողության համար։ Անշուշտ մեծ էր գայթակղությունը հրապարակել այդպիսի ինսայդ ինֆորմացիա, սակայն զսպեցինք մեզ, քանի որ մարդու մասին նման տեղեկություն հրապարակելը լրջագույն հետաքննություն էր ենթադրում։ Ինսայդեր պարբերականն այդ գործն արել է, սակայն Կարապետյանի ուսադիրներ ունենալու հանգամանքը դեռ մնում է չլուսավորված։ Բայց դա չէ էականը։ Միայն այն հանգամանքը, որ առաջիկա ընտրապայքարի մեջ մտել է մի 3 երկրի քաղաքացի հանդիսացող տեխնացու, որի քեյսը համալրվեց եւս 1 հանգամանքով Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակից լինելով, արդեն իսկ շոկահարող է։ Ոչ պակաս շոկահարող էր նաև Կարապետյանի արձագանքը իր FSB աշխատակից լինելու վերաբերյալ լրագրողի հարցին։ Կարապետյանը որպես Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների ինստրուկտաժն անցած պրոֆեսիոնալ, համենայնդեպս այդպիսի տպավորություն ստեղծվեց։ Նկատենք, նախ որոշեց կիրառել հարցը տվողի հանդեպ անվստահություն հարուցելու, նրա հաղորդած ինֆորմացիան արժեզրկելու հնարքը, արձագանքելով, թե ինֆորմացիան այդ կեղծ է և Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, երևի այդ սնկերի պատմության պես։ Ապա հաջորդեց երկրորդ լիցքաթափման հնարքը՝ կեղծ և բուռն ծիծաղը։ Երբ լրագրողը պնդեց իր հարցը, որպես անակնկալի եկած, ակամա ապա քողարկված գործակալ, չունենալով համոզիչ հերքում, Կարապետյանը որոշեց դիմել անտեսման հնարքին, արհամարանքին, խորհուրդ տալով շան տեղ մի դրեք, իսկ գրողը տանի ուր մնաց հերքումը, ուր մնաց հերքումը։ Մարդու, որի վերաբերյալ կեղծ շինծու այն էլ այդպիսի սկանդալային ինֆորմացիա է հրապարակվում, առաջին ռեակցիան լինում է նախ առարկումը, հերքումը, արդարանալը, ապա ազդարարումը, կեղծիքի աղբյուրին դատի տալու մասին։ Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը հերքումն ու դատի տալու իր մտադրությունը Սամվել Կարապետյանի դեպքում չտեսանք։ Նա երևի հույս ունի, որ երկիրը, որի հատուկ ծառայության աշխատակիցը լինելու մեջ է մեղադրվում, կհասնի փրկության, պաշտոնապես և ամենաբարձր մակարդակով հերքում տարածելով։ Անցել է մոտ 23-24 ժամ ու ֆիքսենք համապատասխան կարգավիճակ ունեցող որևէ պաշտոնյա կամ ատյան, նույնիսկ հարեհաս Մարիա Զախարովան դեռ հերքման համապատասխան տեքստով հանդես չեն եկել։ Իսկ նախքան այդ հերքումը նկատի ունենք, եկեք փաստերը կողք կողքի դնելով մի քանի ենթադրություն անենք։ Գուցե հենց FSB շնիկ լինելու հանգամանքն է հիմք հանդիսացել, որ Սամվել Սարգիսիչին Պուտինն ուղարկի Հայաստանի Հանրապետություն, որպես միակ վստահելի անձ ու մտցնի Նիկոլ Փաշինյանի դեմ անողոք ընտրապայքարում, զոհաբերելով իր վերջին մոհիկանին։ Մոհիկան, որն ի դեպ, որպես Պուտինի կողմից ուղղորդված լինելու հերքում, վերջերս լրագրողների հետ ասուլիսում վկայաբերեց հետևյալ ապացույցը. Պուտինի հետ անգամ ոչ մի նկար չունի։
Գուցե կալուգացու FSB-շնիկ լինելու հանգամանքով էր պայմանավորված Ռուսաստանի Դաշնության նախագահի այսպես ասած դոշ տալը, որ Նիկոլ Փաշինյանը թույլ տա կալանքի տակ գտնվող իր Պուտինի գոլեգային մասնակցել ընտրապայքարին։ Համաձայն եք, որ այդ դոշ տալու ծեծը աննախադեպ երևույթ էր հայ-ռուսական հարաբերություններում, երբ մի կողմ են դրվում արարողակարգային բոլոր չի կարելիներն ու նախագահի ամենաբարձր մակարդակով ու բաց տեքստով հայտարարվում է շահագրգռվածություն, աջակցություն կոնկրետ թեկնածուի համար ու հանդեպ։ Պուտինն, ինչպես ասում են, 5 կագեբեշնիկ է, դեռ 1977 թվականից է աշխատել ԽՍՀՄ պետանվտանգության եւ հակահետախուզական համակարգերում։ Ու հենց այնպես սեր ու սրտացավություն չէր արտահայտի, ինչ որ հայազգի, թող որ Ռուսաստանի քաղաքացի, թող որ միլիարդատեր գործչի հանդեպ, եթե նրա հետ կապված չլիներ սվոյսկի կապերով։ Հայտնի խոսք կա, չէ՞։ Ангелы и агенты своих не бросают. Не бросают. Անգել ասացինք մի անգամից հիշեցինք Աստծուն եւ Աստծո տունը եկեղեցին, որի պաշտպանությունն էլ Սամվել Կարապետյանը մեր ձևով վերածեց իր քաղաքական դեբյուտի առիթը։ Հետաքրքիր է, մեր ձևով ասելով Կարապետյանն այդ որ ձևը նկատի ուներ, իրենց այն FSB-ական ձևերը։ Եկեղեցի ասացինք, հիշեցինք, որ ամիսներ առաջ էլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մեկ այլ պակականի բացահայտեց Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին, որը պարզվեց ՊԱԿ-ի կողմից հավաքագրվել է դեռ 80-ականներին։ Եզրաս Ներսիսյանն էլ ի դեպ հերքել էր իր պակական լինելու մասին ԱԱԾ-ի բացահայտումը, բա հո չէր հաստատելու, մատնելով այն գրանձիոզ առաքելությունը, որը ինքը իր եղբայրը ամենայն հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող Գարեգին Բ-ն փորձում են իրականացնել առաջիկա ընտրությունների ժամանակ, եկեղեցին վերածելով Սամվել Կարապետյանի ֆան քլաբի եւ նախընտրական շտաբի։ Շտաբ ասացինք, հիշեցինք, որ օրերս Գարեգին Բ-ն իր սերն ու կարոտնար Սամվել Կարապետյան արտահայտել էր նրա շտաբ կվարտիրը առանձնատուն այցելելով ու պինդ ողջագուրվելով, թե ինչ էին քննարկել այդու Ռուսիայից ու Ռուսիո թեմից եկած ինչ ուղերձներով ու հրահանգներով փոխանակվել, կարելի է միայն ենթադրել։ Եզրաս arczepiskoposին, որն ի դեպ ըստ հավաստի աղբյուրների ոտքով գլխով ներգրաված է Սամվել Կարապետյանին վարչապետ դարձնելու ներողություն բառի համար նախընտրական տասովկաներում, Պուտինը 2025 թվականին մեկ տարվա մեջ 2 անգամ ի դեպ պարգևատրել է Նևսկու շքանշանով։ Արդեն կատարված աշխատանքի ու կատարելիք աշխատանքի համար ավանսով ցուցաբերված ինչպիսի երախտագիտություն։ Քիչ էր մնում մոռանայինք, որ ախր 2022 թվականին էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը պատվո շքանշան էր շնորհել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ու այդ պահանջը անժամանցելի համարող Գարեգին Բ-ին։ Այսպիսի գթասիրառատ վերաբերմունքը Ներսիսյան եղբայրների, ինչպես նաև նրանց սիրելի, պաշտելի օլիգարխ Սամվել Սարգիսիչի հանդեպ ընդունեք հենց այնպես լինել չի կարող։ Սա մարտական եղբայրության դասական օրինակ է։ Սա ապացույցն է այն բանի, որ ангелы и агенты своих не бросают. Не бросают. Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար